Ձախ հատվածում լիցք բաժնում կարող ենք տեսնել Pipedrive-ի կողմից առաջարկվող մարքեթինգային գործիքները՝ Live Chat, Chatbot, Web Forms, Prospector Web Visitors, որոնց միջոցով հնարավոր է հավաքագրել նոր լիդեր։ Chatbot-ը հնարավորություն է տալիս ստեղծել բոտ, կազմել հարցեր, որոնց հաճախորդը կարող է պատասխանել, եւ հավաքագրել համապատասխան ինֆորմացիա հաճախորդի հետ հետագա կապը պահելու համար։ Սեղմելով Plus Playbook կոճակի վրա բացված պտուղանում կարող ենք ընտրել չափի գույները, կարող ենք փոփոխել անվանումը, ավելացնել նկար, կարող ենք ընտրել թե ինչ նպատակով է ստեղծվում chatbot-ը եւ համակարգը ավտոմատ առաջարկում է պատրաստի թեմպլեյթներ։ Բոլոր քայլերը անելուց հետո պետք է սեղմել Continue կոճակի վրա։ Այստեղ համակարգը ավտոմատ առաջարկում է թե ինչ տեսք ունենա չափը։ Կարող ենք կատարել համապատասխան կարգավորումները, փոխել տեքստերը, կարող ենք ընտրել, որ չաթում անուն լրացնելիս այդ ինֆորմացիան ավելանա մեր լիդերի անունի դաշտում, իսկ հեռախոսահամարը լիդի հեռախոսահամար դաշտում։ Վերջում անհրաժեշտ է նշել, թե չաթից հավաքագրված ինֆորմացիան լիդ ինբոքսում ում անունով պետք է ստեղծվի, եւ էլ հասցեինք կստանանք ծանուցում, որ ստեղծվել է նոր լիդ։ Կարող ենք նշել, որ լիդը ստեղծվելիս անմիջապես ավելանա activity օրինակ զանգ կատարելու համար։ Profile and Theme հատվածում կարող ենք ավելացնել բոտի նկար, ընտրել թե չաթը ինչ գույն ունենա, ընտրել չաթի լեզուն։ Installation հատվածից կատարում ենք համապատասխան միացումները կայքին, chatbot-ը կայքում միացնելու համար։ Սեղմում ենք աջ անկյունում Active կոճակի վրա chatbot-ը միացնելու համար եւ պահպանում Save կոճակով։ Playbooks հատվածից կարող ենք տեսնել ստատիստիկա chatbot-ի վերաբերյալ, քանիստ են տեսել չաթը, սեղմել վրան եւ քանի qualified կամ disqualified լիդեր ենք ստացել չաթից, իսկ ստատուսը ցույց է տալիս այս պահին չաթը ակտիվ է թե ոչ։ 3 կետերով կարող ենք չաթը փոփոխել կամ ստեղծել չաթի կրկնօրինակ, նաեւ ակտիվացնել կամ ապակտիվացնել չաթը։ Live chat-ը նույնպես միանում է chatbot-ին։ Բոտում հարցերին պատասխանելուց հետո արդեն մասնագետը կարող է միանալ չաթին եւ զրույցը շարունակել հաճախորդի հետ։ Սեղմելով Configure Live Chat կոճակի վրա բացվում է պատուհան, որտեղ պետք է ընտրենք, թե մեր որ chatbot-ի համար ենք ուզում ակտիվացնել live chat-ը։ Բոտում ցանկացած պատասխանից հետո կարող ենք ավելացնել, որ ակտիվանա live chat-ի ֆունկցիան։ Լրացնում ենք տեքստը, կարող ենք սահմանել ժամանակ եւ այդ ժամանակի ընթացքում, եթե մասնագետը չի միանում chat-ին, հաջորդում է նոր նամակ։ Web Forms-ը հնարավորություն է տալիս պատրաստել տվյալներ հավաքագրելու համար ֆորմա։ Այս ինֆորմացիան նույնպես կտեղափոխվի մեր լիդերի inbox։ Նոր web ֆորմա ստեղծելու համար սեղմում ենք Try Web Form կոճակին, ընտրում թե որն է web ֆորմայի նպատակը, օրինակ Contact Us, այնուհետև սեղմում Create Form։ Introduction-ում կարող ենք գրել ֆորմայի վերնագիրը, ներքևում ավելացնել տեքստ, այնուհետև plus կոճակով ավելացնել նոր դաշտ, կամ արդեն առաջարկված տարբերակների վրա կատարել փոփոխություններ։ Անվան մասին ինֆորմացիան լրացնելիս կարող ենք ընտրել, որ այդ դաշտը տեղափոխվի մեր լիդերի անվան դաշտ, այնուհետև նույն գործողությամբ ընտրել հեռախոսահամարը եւ այսպես ավելացնելով այն ինֆորմացիայի դաշտերը, որոնք մեզ անհրաժեշտ են հավաքագրել։ Այնուհետև կարող ենք փոխել Submit անելու կոճակը։ Տեղափոխվելով Style հատված կարող ենք ընտրել web ֆորմայի գույները, տեքստի ֆոնտը, ընտրել ֆորմայի տեսքը, ավելացնել լոգո կամ նկար ցանկության դեպքում։ Submit Options հատվածից կարող ենք ընտրել Show Thank you Message եւ ավելացնել տեքստ։ Ներքևում Saving Preferences հատվածում լրացնում ենք լիդը, ինչ վերնագրով հայտնվի մեր lead inbox-ում։ Ընտրում owner-ին, ով պետք է աշխատի լիդի հետ, կարող ենք միացնել մեյլի կոճակը, որպեսզի ստանանք ծանուցում մեյլով նոր լիդի մասին։ Share and End հատվածում գեներացված հղումը կարող ենք տրամադրել, որպեսզի լրացվեն տվյալները կամ End the form on your website հատվածից ֆորման ավելացնել կայքում, կայքից ինֆորմացիան լրացնելու եւ lead inbox-ում ստանալու համար։ Active կոճակով միացնում ենք եւ պահպանում սեղմելով Save։ Web ֆորմաների ստատիստիկային նույնպես կարող ենք հետևել տեսանելիության թիվը, լրացրածների թիվը, նաեւ կարող ենք կատարել փոփոխություններ սեղմելով կետերով կոճակի վրա։
Web Visitors հատվածից հնարավոր է միացնել կայքին և կայք մուտք գործող մարդկանց տվյալները հավաքագրել Pipedrive-ում, ակտիվացնելով այս գործիքը այն լիդերով, ովքեր մուտք կգործեն կայք, նրանց մասին ինֆորմացիան կտեղափոխվի Pipedrive։ Pipedrive-ում մարքեթինգային գործիք է նաև Campaigns բաժինը։ Այստեղ հնարավոր է ուղարկել email campaign-ներ Pipedrive համակարգում առկա բազային։ Սեղմելով Plus Template կոճակի վրա կարող ենք կազմել, թե ինչ տեսք ունենա campaign-ը, ընտրել պատրաստի template-ից կամ ստեղծել նորը, ավելացնել վերնագիր, նկար, տեքստ, հղումի լինկեր, ընտրել տողերը, ինչ տեսք ունենան, settings-ով փոփոխել գույները, ֆոնտի չափերը և պահպանել սեղմելով Save and Close կոճակի վրա։ Email campaign ուղարկելու համար սեղմում ենք Email campaign կոճակի վրա, այնուհետև Email campaign կոճակի վրա բացված պատուհանում լրացնում ենք campaign-ի անունը։ Recipients հատվածում պետք է նշել, թե ում ենք ուղարկելու campaign-ը։ Մեզ մոտ եղած բազայում կարող ենք ֆիլտրի միջոցով առանձնացնել այն կոնտակտներին, որոնք պետք է ստանան նամակը։ Այս դեպքում կոնտակտներ բաժնից կարող ենք կիրառել ֆիլտրը, ընտրել այն մարդկանց, ովքեր մասնագիտությամբ մարքետոլոգներ են, պահպանում ենք ֆիլտրը, այնուհետև վերադառնալով campaign բաժին, Recipients հատվածում ընտրում ենք պահպանված ֆիլտրը։ Հաջորդ քայլով ընտրում ենք, թե ում անունից պետք է ուղարկել նամակը, նշում Sender անունը, մեյլը։ Subject հատվածում նշում ենք Email campaign-ի վերնագիրը։ Email Content հատվածից կարող ենք ընտրել պատրաստի template-ներից կամ ստեղծել նորը։ Sending Time հատվածից կարող ենք ընտրել Send immediately և ուղարկել campaign-ը միանգամից, կամ Schedule for a specific time և ընտրել հստակ ժամանակահատված, երբ պետք է ուղարկել campaign-ը։ Engagement հատվածում կարող ենք հետևել նամակները քանիսն են բացել և քանիսն են սեղմել հղումների վրա։ Այս բոլոր քայլերը անելուց հետո սեղմում ենք Send կոճակը։ Email campaign-ների ցանկը կարող ենք տեսնել Email Campaigns հատվածից։ Այստեղ կարող ենք հետևել, որ campaign-ներն են այս պահին ակտիվ։ 3 կետերի կոճակով կարող ենք փոխել campaign-ի անունը, կրկնօրինակել կամ ջնջել։